Բարի Կիրակնորյա լույս ձեզ սիրելի հայեր, քուրեր եւ եղբայրներ, Աստծո կամքով Հիսուս Քրիստոսի անունով շատ ուրախ եմ ողջունել բոլորիդ եւ եթեր մտնել ամեն։ Սիրելիներս, այս հիանալի օրը, որ քահանան քարոզեց եկեղեցում, կոչվում է կրկնազատիկ կամ նոր Կիրակի, այո, ինքը խորհուրդ տվեց սիրելիներս, ինչը որ կապված է այսօրվա հետ, դա այն է, որ Հիսուս Քրիստոսը երկրորդ անգամ է վերադառնում անապական մարմնով իր աշակերտների մոտ, այն մարդկանց, որոնց հետ առաքելություն էր կապել։ Եվ սիրելիներս, այս ժամանակ է այս խորհուրդը, որ Թովմասը իր մատները մտցրեց այդ մեխերի տեղը եւ նոր հասկացավ, որ դա Տերն է, սիրելիներս, բայց դա հավատ չէ եւ ասեց մեր Տերը երանի նրան, ով չի տեսնում, բայց հավատում է։ Եվ այս Կիրակին շատ կարևոր է բոլորի համար, որովհետև սա փրկության ծրագրի հետ է կապված եւ ոչ թե ուղղակի թռուցիկ մակերեսային ընդունեք այս օրը, որպեսզի մի քանի ժամով այս սիրելիներս, որպես կյանքի փոփոխություն եւ որիվերուս ծնվեք, որովհետեւ Հիսուս Քրիստոսը եկավ ինչի համար, որպեսզի նա հաստատի եւ լրացնի օրենքը մարմնով, սիրելիներս, որպես եռամեկ Աստված, եռամեկ Աստծո մեկ մաս, որ եւ Սուրբ Հոգու հետ, եւ սիրելիներս, այն է խորհուրդը հաստատվում, որ իր երկրորդ գալուստով մենք սիրելիներս նույնպես անապական ենք լինում իրպես, որովհետեւ այդ խորհրդով մենք ստանում ենք Սուրբ Հոգի ջրի մկրտությունից հետո, իհարկե սիրելիներս, եւ այդ խորհրդով մենք դառնում ենք անապական, նույնիսկ եթե մեզ սպանեն, մահանանք, սիրելիներս, մարմնով մենք կարանք հարություն առնենք ինչպես Հիսուս Քրիստոսը։ Վերածննդի, սիրելիներս, օրը վերստեղծման այս օրը խորհրդանշում։ Երկրորդ գալուստի ժամանակ, սիրելիներս, բոլոր սրբերը, ով որ սուրբ կյանքով են ապրել, իրենք մահ չեն ճաշակել, որտեղ մահը չկա է, սիրելիներս, դժոխքը մահը վերանալու է, սիրելիներս։ Եվ լավ կացեք, սիրելիներս, ձեզ բարի Աստծո օր, մաղթում եմ բոլորիդ Աստծո սեր, անսպառ, անսահման, ձեր